Մինչ նիստի մեկնարկ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը դռնփակ հանդիպում ունեցավ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը տևեց ընդամենը մի քանի րոպե։ Սերժ Սարգսյանը Կոստանյանին առաջարկել է որպես գլխավոր դատախազի թեկնածու, հետևաբար այն քննարկման ենթակա չէ։ Հանդիպումից հետո միաբերան ասում էին հանրապետական գործիչները։ Կարճատև քննարկման ընթացքում ըստ պատգամավոր Մնացականյանի իրենք հիմնականում ծանոթացել են Կոստանյանի կողմից առաջարկվող ծրագրային դրույթներին։ Նշվեց, որ հիմնականում պետք է ավելի լավ անազատության մեջ լինեն շատ հանցագործներ, քան թե մի անմեղ մարդ դատապարտվի եւ այլը։ Հիմնական խնդիրը դա էր, որ եւ դատախազը նշեց, որ ինքը հենց դրա առաջամարտիկն է եւ աշխատանքի ընթացքում ինքը պայքարելու է, աշխատելու հենց արդարության սկզբունքը իր համար ուղենիշ ունենալու։ Իսկ նիստում նախ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց քննարկվող հարցերի հաջորդականությունը, հայտարարելով, թե Սերժ Սարգսյանի հրամանով անկախության 22-րդ տարեդարձի առթիվ հայտարարվելու է համաներում։ Վարման կարգով խոսքի իրավունք խնդրելով Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, թե օրեր առաջ Սյունիքի մարզի Լիճ գյուղի մոտ ռուս սահմանապանները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Աբրահամյանից հետաքրքրվեց, թե արդյոք նա պահանջել, խնդրել կամ ստացել է տեղեկատվություն, թե ինչ իրավունքով են սահմանապահ զինվորականները պետական սահմանից այդքան հեռու անցակետ սահմանել։ Եվ ընդհանրապես ինչ իրավունքի ուժով են համապատասխան ռուսական սահմանապահ զորքերի ներկայացուցիչները պետական սահմանից տասնյակ կիլոմետրերով հեռու տեղում իրականացրել այդպիսի գործողություններ եւ անցագրային կետ սահմանել։ Եթե որևէ ոտնձգություն կլինի մեր գործընկերոջ նկատմամբ, ապա մենք կփորձենք համապատասխան գնահատական տալ։ Աբրահամյանի այս պատասխանը Փաշինյանին չգոհացրեց, որից հետո նա կրկին դիմեց Ազգային ժողովի նախագահին, նրան մեղադրելով օրենքի խախտմանը մասնակից լինելու մեջ։ Խոսքնս Փաշինյանի կայանում է նրանում, որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը անտեսում է սահմանադրությունը, Ազգային ժողով չներկայացնելով տարեկան հաշվետվությունը։ Կարող եք ասել, թե վերջին անգամ երբ է գլխավոր դատախազ Ազգային ժողովին հաղորդում ներկայացրել, եւ եթե եղել են տարիներ, որ չի ներկայացրել, որն է դրա պատճառը, եւ արդյոք այս տարի մենք լսելու ենք գլխավոր դատախազի հաղորդումը գլխավոր դատախազության գործունեության մասին։ Ես գլխավոր դատախազի լիազորությունը մի վերապահի, մեղադրանքներ մի հնչեցրել։ Եվ ես ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք ուղղակի խոսում եք խոսելու համար։ Ապա Ազգային ժողովում ծավալուն ելույթով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը։ Նա իր ելույթը սկսեց պատմական ակնարկներով, խոսեց որպես զինդատախազ իր ծավալած գործունեության մասին, նշելով, որ զինված ուժերում խախտումները հատկապես վերջին տարիներին կտրուկ նվազել են, սակայն ըստ նրա հանցագործությունների թվի նվազումը չի խոսում այն մասին, որ համակարգում անելիք չկա։ Գևորգ Կոստանյանի խոսքերով անհրաժեշտ են կատարել համակարգային փոփոխություններ։ Գլխավոր դատախազի թեկնածուն անդրադարձավ նաև Ազգային ժողովի խմբակցությունների հետ իր հանդիպումներին, նշելով, թե բարձրացված հարցերը լրջագույնս կուսումնասիրվեն։ Կոստանյանը նաև թվարկեց այն ծրագրերը, որոնք կատարելու է նշանակվելուց հետո։ Հայաստանի Հանրապետությունում եւ հատկապես դատախազության համակարգում կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը։ Կոռուպցիան չի կարող տեղ ունենալ դատախազության ոլորտում։ Դա ես համարում եմ անընդունելի։ Ոչ պակաս կարևոր է նաև դատախազի մասնագիտական ունակությունները։ Ոչ պրոֆեսիոնալ դատախազը իմ կարծիքով չարիք է։ Բավականին սիրուն խոսեցիք, սակայն մենք չենք հավատում, որ Հայաստանում արտարադատություն կա։ Դատավորները վճիռները կայացնում են հիմնականում ստանալով հրահանգներ եւ ոչ թե ելնելով օրենքի գերակայությունից։ Ինչ է կանելու այդ ուղղությամբ, որպեսզի հասարակությունը վստահի դատաիրավական համակարգին։ Կոստանյանին հարցրեց Ազգային ժողովի ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։ Ունենք ինչ-որ հատուկ մտահոգություններ եւ մտադրություններ, որոնք կիրագործեք այնպես այն վիճակը փոխելու համար, որ ոչ միայն դուք հավատաք ձեր որոշումների արդարությանը եւ ճշմարտությանը, այլ նաեւ մենք եւ ամբողջ հասարակությունը սկսի հավատալ դրան։ Ինչպես են քվեարկելու խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները Գևորգ Կոստանյանի թեկնածությանը, պատգամավորները հայտնել չցանկացան։ Խմբակցություններում քննարկումները դեռ շարունակվելու են։ Վերջնական որոշումը կկայացվի քվեարկությունից առաջ եւ կլինի միասնական որոշում։ Հանդիպել ենք թեկնածուի հետ, լսել ենք նրա պատկերացումները, մենք քննարկել ենք եւ մեր որոշումը քննարկման ժամանակ Ֆրանսիայի դիրքորոշումը կհայտարարվի եւ դուք տեղյակ կլինեք։ Ծրագիրը ներկայացնելուց հետո արդեն կորոշվի, թե ինչ փոփոխություններ կամ ինչի կարիք կա, բնականաբար շատ խնդիրներ կա այս պահի դրությամբ, ինչ որ տանել քվեարկել, շատ խնդիրներ կան։
Հավելենք, որ Հայ ազգային կոնգրես խմբակցության падգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած օրենքի 3 նախագծերը նվազագույն ամսական աշխատավարձի մասին, կൂട്ടակային կենսաթոշակների, ինչպես նաև բնապահպանական եւ բնօգտագործման մասին չընդունվեցին։ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը դեմ քվեարկեցին։ Նշենք, որ падգամավորները գլխավոր դատախազին հարցեր կուղեն ազգային ժողովի հաջորդ նիստում, որից հետո կկազմակերպվի փակ գաղտնի քվեարկություն։ Փայլակ Ֆարդյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուզ։